Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Երևանի Սրբոց Նահատակած եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնեց։ Տեր հայր, վերջին նորություններից եկեղեցու շուրջ տեղի ունեցող պիտի խոսենք նախ, բայց մինչ դա ընդհանուր թեմային անդրադառնալը պահքի շրջանն է։ Այս մասով կուզեի ձեր խոսքը լսել եւ սա զուգորդենք նաեւ այն բարենորոգման ճանապարհին, որը հռչակել եք դուք, եպիսկոպոսներդ, վարչապետը եւ գուցե նաեւ այլ հոգեվորականներ։ Խնդրեմ, ինչ կարող եք ասել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, հայ առաքելական եկեղեցին հիմա թեվակողել է մեծ պահքի, ապաշխարության այս կարևոր շրջանը եւ քրիստոնյայի համար այն ունի հատուկ նշանակություն, որ պետք է ինքը զբաղվի իր հոգևոր մաքրությամբ, կարողանա վերանայել իր ապրած ընթացքին, կարողանա հաշիվ տալ իրեն, թե ինքը այս պահին ինչ հոգեվիճակում է գտնվում, արդյոք իր կյանքում մեղքերն են շատ, թե զղջացած ներողություն խնդրած մեղքերը, եւ երբ որ մենք կանգնենք Աստծո առաջ, ինչպեսի վիճակում պիտի կանգնենք եւ երբ որ մենք նայում ենք այս ապաշխարության եւ ապաշխարության այս շրջանը մեծ պահքի ընթացքում երբ փորձենք համեմատական անցկացնել բարենորոգման այսպես շրջանի հետ մենք կտեսնենք որ բարենորոգման այս իրավական կանոնական գործընթացը կարծես նորից խոսում է այն երևույթների, առատավոր երևույթի մեղքի մասին, որոնք որ ժամանակի ընթացքում տեղ են գտել եկեղեցում եւ խանգարում են եկեղեցու հոգևոր ծառայությանը։ Եվ ինչպես որ հիմա քրիստոնյան պահքի ընթացքում պետք է ձգտի մաքրման, սա էլ մեր համար, անձամբ իմ համար եւ ուզում եմ որ մեր բոլոր հոգեվորականների համար սա լինի նաեւ բարենորոգության ապաշխարության շրջան, որ հասկանանք մենք ինչ ենք ուզում մեր եկեղեցում, մեր ծառայության մեջ, ինչն է մեզ խանգարում։ Եվ այո, մեր եպիսկոպոսները առանձնացրել են այն կարևոր կետերը, որոնք որ խաթարում են եկեղեցու համայնական, քարոզչական, հոգևոր կյանքը եւ դրանով նաեւ խաթարվում է քրիստոնյայի կյանքը, հոգևոր կյանքը, լավագույնս չենք կարողանում արտացոլենք։ Եվ այս առումով, այո, լավ է, որ այս պահեցողության շրջանը մեզ բոլորիս համար լինի ապաշխարության խորհրդածելու կարևոր մի շրջան։ Տեր հայր, կարծում եք արդյոք հավատացյալները հասկանում են այն բարենորոգման ճանապարհը, որը դուք ուրվագծել եք, արդյոք դա հասկանալի է նրանց համար, արդյոք այն ինչ դուք եք իսկապես ցանկանում անել, նրանց համար հասկանալի է, ընկալելի է, գուցե բացեք հասկանանք ինչ է այդ եկեղեցու բարենորոգումը, ինչ է դա նշանակում։ Չէ՞ որ շատ դեպքերում այս ամիսների ընթացքում կարող են մարդկանց մոտ ընկալումներ լինել, որ դա օրինակ եկեղեցու ղեկավար կազմի հեռացումն է, կամ այս կամ այն հոգևորականի կարգալույծ հռչակելու քայլն է, բայց ինչ է դա իրականում։ Տեսեք, այո, ճիշտ եք ասում, հիմա բարենորոգման այս գործընթացը գտնվում է իրազեկման փուլում։ Հիմա մենք բոլորս, հատկապես նրանք, այն քահանաները, ովքեր որ միացել են եպիսկոպոսների կոչին եւ բարենորոգության շարժման մաս են կազմել, մենք փորձում ենք իրազեկել մարդկանց, թե ինչ է իրենից ներկայացնում բարենորոգումը։ Բարենորոգումը այն ծրագիրն է, որտեղ որ մենք հստակ արձանագրում ենք, ինչպես ասացի, եկեղեցու հոգևոր կյանքը խաթարող գործողությունները առանձնացնում ենք եւ ասում ենք, որ այո, այս երևույթը տեղ չունի մեր կյանքում, որովհետև սա ոչ թե գալիս է արտաքին ուժերի ճնշման տակ, այլ ներքուստ ես օրինակ իմ ծառայության ժամանակ այն բոլոր հարցերը, որոնք որ բարձրացվել են բարենորոգության այս ծրագրի շրջանակներում եւ զգում եմ, որ այդ խնդիրները խանգարել են ինձ եւ շարունակում են խանգարել իմ հոգևոր ծառայությանը եւ մենք ուզում ենք, այո, եկեղեցին մաքուր լինի, եկեղեցականը թափանցիկ լինի, հաշվետու լինի եւ ուզում ենք, որ ժողովուրդը այն հոգևոր սնունդ ակնկալելու ակնկալիքը, որ ունեն եկեղեցուց եւ հոգևորականի միջոցով ձեռամբ ստանան, հոգևորականը լինի այդ իր կերպարի մեջ։ Դա առաջնորդության փոփոխություն պիտի պարտադիր ենթադրի։ Տեսեք, ցավոք մենք այս ընթացքում հասանք այն եզրագծին, որ
արդեն առաջնորդի փոփոխության հրամայականը դարձավ։ Այո, մեր եկեղեցին տարիների ընթացքում ծիսական հարցերով կամ այլ հարցերով միշտ բարենորոգության կարիք ունեցել է։ Այսօր էլ կան օրինակ ծեսի մեջ շատ հարցեր, որոնք որ փոփոխության ենթակա են, եւ եթե մենք սա փոխենք, մարդու հոգեվոր կյանքը ել ավելի պիտի հեշտանա, ել ավելի պիտի հասանելի լինի։ Հիմա նույնը նաև, բայց ես ուզում եմ հստակ արձանագրենք, որ այս բարենորոգման ծրագիրը աստվածաբանական կամ ծիսական փոփոխությունների մասին չէ, նախ եւ առաջ։ Սա կանոնական եկեղեցու ղեկավարման, ճիշտ ղեկավարման, իր առաքելության մեջ մնալու գործընթաց է, վերադառնալու իր առաքելության գործընթաց է, որովհետեւ մենք X պահի տեսել ենք, որ այո, մենք մեր առաքելությունից, այսինքն մենք հայտնվել ենք մի տեղ, որտեղ որ մենք անելիք չունենք, օրինակ ասենք, ես որպես հոգևորական քաղաքականության մեջ որևէ անելիք չունեմ, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսին երբ մոտեցան, ավետարանում ասում են, ասացին, եկ քեզ թագավոր դարձնենք, տեսեք, հռոմեական կայսրության ժամանակաշրջանն էր, հրեաները մոտեցել էին Հիսուսին եւ խնդրում էին, նույնիսկ ավետարանը ասում է բռնի կերպով ուզում էին նրան թագավոր կարգել։ Տեսեք, իրենց համար էր շատ լավ։ Այդ ժամանակ հրեաները գտնվում էին հռոմեական կայսրության տիրապետության տակ, ենթարկվում էին նրանց եւ տեսել էին մի մարդու, ով հրաշքներ է գործում, Աստծո խոսք է ասում, ժողովուրդը իր հետևից գնում է եւ ասել էին շատ լավ, իդեալական կերպար նա կարող է դառնալ թագավոր եւ մեզ ազատագրել հռոմեական կայսրության լծից։ Բայց ինչ արեց Քրիստոս։ Քրիստոս ասաց իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Երկնքում է իմ թագավորությունը։ Եվ ասեց ու թողեց հեռացավ լեռը աղոթելու։ Այսինքն մենք հոգևորականներս, ես որպես Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան, ես Հիսուսի հետևորդն եմ։ Ես առաջնորդվում եմ այնպես, ինչպես որ Հիսուս արեց։ Այսինքն, եթե քաղաքականության մեջ մտնելու, չէ, թագավոր դառնալու, երկրի ղեկավար դառնալու այս անհրաժեշտությունը լիներ, Հիսուս կդառնար թագավոր եւ կազատեր հրեաներին գերությունից։ Իսկ չարեց, ուրեմն ես էլ չունեմ այդ անհրաժեշտությունը մտնելու քաղաքական պայքարի մեջ, պայքարելու երկրի ղեկավարելու համար։ Ես հետևում եմ Հիսուսի օրինակին։ Բայց արդյոք եկեղեցու քաղաքական ինչպես ձևակերպվում է, պայքարի մեջ մտնելը երկիր ղեկավարելու նպատակն է հետապնդում եւ սրանից բացի ինչու է այդ դեպքում եկեղեցին քաղաքականություն մտել, եթե դուք այդպես եք բնորոշում։ Պատճառը ո՞րն է։ Ուրեմն երբ որ մարդը մտնում է կամ որևէ մարմին մտնում է քաղաքական process-ի մեջ, սկսում է արդեն պայքար իշխանության ձգտման եւ ակամայից ձեռք է բերում ընդդիմություն, որովհետեւ հակառակվում է տվյալ երկիրը իշխող ուժին, ինքն է դառնում ընդդիմություն կամ հայտ է ներկայացնում ինքը իշխանություն դառնալու եւ ղեկավարելու։ Հիմա մենք տեսնում ենք հստակ կերպով, որ 2023 թվականին, երբ հոգևորականը առաջնորդեց շարժում եւ հայտ ներկայացրեց դառնալու երկրի ղեկավար եւ սա եղավ վեհափառի օրհնությամբ, սա լուրջ հստակ պատգամ էր քաղաքական process-ների մեջ մտնելու համար, անկախ նրանից մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, երկիրն ինչ վիճակում էր։ Բայց ինչու Տեր հայր, անձնական ամբիցիաների խնդիրն է, երկիրը կամ օրասական իրավիճակը դուրս բերելու հարցն է, ո՞րն է պատճառը։ Գիտեք, միշտ կարելի է պատճառաբանություններ բերել եւ փորձել այն նաեւ հրամցնել սուրբ գրքով կամ մեր պատմության դրվագներով, որ մենք օրհասական վիճակում էինք եւ երկիրը փրկության կարիք ուներ, բայց ես այսպես ասեմ, օրինակ ասենք ավարայրի ճակատամարտի ժամանակ Ղևոնդ Երեցը եւ Հովսեփ Վայոզորցի կաթողիկոսը առանձին ջոկատ կազմած չէին պայքարում պարսիկների դեմ։ Նրանք պայքարում էին Վարդան Մամիկոնյանի բանակի դրոշի ներքո։ Այսինքն այդ օրերին երկրի իշխող, չէ, նախարարությունը Վարդան Մամիկոնյանն էր, երկրի այսպես ասած ղեկավարը Վարդան Մամիկոնյանն էր, առանձին չէր գործում եկեղեցին։ Շատ է շահարկվում այս թեման, որ մարդիկ ասում են, դե գիտես օրհասական պահեր եւ այլ եւ այլ։ Ու եկեղեցին դա ասում։ Այո, բայց հիմա մենք ասում ենք, որ մենք չենք տեսնում այդ
իրավիճակը եւ մենք այստեղ անելիք չունենք, որտեղ մենք իմ համար Հայաստանում թշնամի չկա։ Իմ համար բոլորը քրիստոնյաներ են եւ Քրիստոս ինձ ասում է, որ աղոթիր քեզ անիծողի համար, օրհնիր քեզ վատություն անողին։ Հիմա բոլորը մեր համար հավասար են, բոլորն էլ մեր եղբայրներն են։ Այսինքն այստեղ իմ համար պայքարը հետեւյալն է, որ եկեղեցին պետք է լինի ոչ թե ապաքաղաքական, այլ վերքաղաքական։ Բարձր պետք է լինի բոլոր քաղաքական process-ներից, որովհետև իմ համար հավասար է եւ ընդդիմության առաջնորդը եւ իշխանության առաջնորդը, չկա տարբերություն։ Տեր հայր, տեսեք, մի կողմը, ովքեր կարծում են, որ եկեղեցու բարենորոգումը խիստ անհրաժեշտություն է, իրենք ասում են եկեղեցին որոշակիորեն ներգրավել է քաղաքական process-ների մեջ։ Բայց նրանք, ովքեր ասում են, որ այս ամենը, ինչը տեղի է ունենում, ուղիղ եկեղեցու դեմ է եւ անթույլատրելի է, դա իրենք էլ ասում են պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Նույն այդ բարենորոգման ճանապարհին քարտեզը, որ ներկայացվել է, ղեկավար կազմի փոփոխության հնարավոր սցենարների վկայաբերումով, եւ իրենք ասում են, որ դա կարող է նաեւ եկեղեցու ինքնավարության սահմանափակում ենթադրել։ Ես կուզեի այս մասով էլ գնահատական հնչեցնեիք։ Եթե դուք ասում եք, որ եկեղեցին քաղաքականությամբ պիտի չզբաղվի, պիտի լինի վերպետական, վերքաղաքական, ապա այս դեպքում պետությունն արդյոք չի խառնվում եկեղեցու գործերին, չէ՞ որ եկեղեցու առաջնորդության փոփոխությունը ըստ եկեղեցու կանոնների պիտի լինի եւ ձեր միջոցով։ Տեսեք, նախ եկեղեցու բարենորոգումը եկեղեցու եպիսկոպոսների, եկեղեցու իշխանների կողմից սկսված է, որովհետև մենք երբ որ տեսնում ենք իրադարձությունների զարգացումը, որ պահից եպիսկոպոսները քայլ կատարեցին, չէ՞, օրինակ հիմա այդ բարենորոգման ծրագրի կա 11 ստորագրություն, որից 10-ը եպիսկոպոսներ են եւ արքեպիսկոպոսներ են, ովքեր որ կանոնական օրենքի, այսինքն եկեղեցու օրենքների դաշտում հարցեր են բարձրացրել։ Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ եկեղեցի եւ պետություն հարաբերությունների մեջ սրացում է եղել, որովհետեւ երկու կողմից էլ արձագանքները եւ միմյանց նկատմամբ ուղղված խոսքերը եղել են կոշտ եւ եղել են այսպես ոչ ականջահաճո։ Եվ ինչ որ պահի, երբ հոգեվորականի առաջնորդությամբ եկեղեցին ներքաշվեց քաղաքական process-ի, այս եկեղեցի եւ պետություն հարաբերությունները տեղափոխվեց իշխանություն եւ ընդդիմություն տիրույթում։ Եվ այո, այս տիրույթի մեջ արդեն եւ ցավիսիրտ եկեղեցին դիրքավորվեց ընդդիմության տիրույթում եւ այստեղ ես ուզում եմ ասել, որ եկեղեցին ոչ իշխանության տիրույթում անելիք ունի, ոչ էլ ընդդիմության տիրույթում անելիք ունի։ Ինչ մոդել եք պատկերացնում պետություն եկեղեցի առողջ հարաբերությունների կազմավորման համար։ Նախ պետք է թափանցիկ լինի ամեն ինչ։ Եկեղեցու մասին եք ասում։ Եվ եկեղեցու եւ պետության։ Հիմա տեսեք, այս ընթացքում շատ գործողություններ են տեղի ունենում, որոնք որ մեզ ցավ են պատճառում։ Այո, տեսնում ենք ինչ որ որոշումներ, տեսնում ենք ինչ որ գործողություններ, որոնք որ հուզական մակարդակի վրա ազդում են քրիստոնյայի վրա եւ նույնիսկ որպես հոգեվորական հաճախ ին վրա էլ է ազդում։ Այո, բայց մենք սա պետք է դիտարկենք ոչ թե հուզական զգացմունքային ֆոնի վրա, այլ ըստ իրադարձությունների զարգացման եւ այդ իրադարձությունները այնքան արագ են զարգանում հաճախ, որ մենք նույնիսկ չենք էլ կարող երևակայել, որ կարող էր այսպիսի զարգացում ունենալ, կարող էր այսպիսի իրավիճակի առջև կանգնենք։ Եվ ես պետություն եկեղեցի հարաբերությունները այսպես եմ պատկերացնում։ Ես օրինակ հիմա ծառայում եմ Նուբարաշեն համայնքում 8 տարուց ավել է, իմ համար չի եղել նշանակություն երկրի թաղամասի վարչական ղեկավարը ինչ կուսակցության պատկանելություն ունեցել։ Եղել են եւ հանրապետական, եւ այս ներկայիս իշխանության ներկայացուցիչներ, եւ բոլորի հետ էլ իմ հարաբերությունները, որովհետեւ ես մտածել եմ հետեւյալ կերպ, իմ եւ այս վարչական շրջանի գործողությունները միտված են մի բանի, այս տարածքում ապրող մարդկանց համար, քրիստոնյաների համար լավ բան կազմակերպելով, լավ ավելի բարոր վիճակ, ես հոգևոր կողմով իրենք
չէ, աշխարհիկ հոգսերով։ Հիմա իմ ու իրանց հակադրությունը վնասելու է միայն թաղամասի բնակիչին։ Նույնը նաև պետություն եւ եկեղեցի հարաբերությունների մեջ է։ Այսինքն, երբ որ լինում ենք մեկս մյուսի նկատմամբ անկեղծ, թափանցիկ եւ պատրաստակամ, չի կարող որևէ խնդիր լինի եւ խանգարի, որ ուզենաս բարիք կատարել, չստացվի։ Տեր հայր, իսկ չեք մտահոգվում, որ բարենորոգման նախաձեռնությանը միացողների դիրքորոշումը կարող է քաղաքական որակվել, այսինքն ի պաշտպանություն իշխանության։ Տեսեք, ցավոք մենք այնպիսի հանգրվանի ենք հասել, որ յուրաքանչյուր քայլ փորձվում է քաղաքականացվել։ Հիմա օրինակ ասենք, ես միացա հոկտեմբերի ներողություն հունվարի 8-ին միացա բարենորոգման ծրագրին եւ կային մարդիկ, ովքեր որ որակեցին, ասի քաղաքականության մեջ մտնել, թեև ես իմ միացման մեջ հստակ արձանագրել էի, որ եկեղեցին պետք է դուրս գա քաղաքականությունից եւ չպետք է քաղաքականությունը եկեղեցու։ Դե իրենք ասում են, քննադատները կամ այլ մեկնաբանություն տվողներն ասում են, սա սատարում է իշխանության նախաձեռնությանը, որովհետեւ իրենք կարծում են, որ սա եկեղեցու ներքին գործերի խառնվելու իշխանության փորձերն է։ Ես նորից եմ ասում, երբ եկեղեցի պետություն հարաբերությունները վերածվեց իշխանություն եւ ընդդիմություն տիրույթում, արդեն ամեն բան խառնվեց իրար։ Եվ հիմա մեր բարենորոգման ծրագրի նպատակն է եկեղեցին հանել այս գործընթացից եւ դարձնել վեր քաղաքական կառույց, որտեղ որ քաղաքականությունը որևէ անելիք չպետք է ունենա։ Այո, այսօր տեսեք, հանգամանքների բերումով է այնպես ստացվել, որ չգիտեմ, մեկի մյուս կողմի պաշտպանությունը միայն ընդդիմության այսպես շահերն են ներկայացնում եւ ինչու մենք պետք է լինենք այնպես։ Ինչ գործ ունենք մենք եկեղեցին, որ օրինակ ասենք, երբ որ տեսնում ենք կաթողիկոսի պաշտպանություն, չէ՞, մեր ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանության, ովքեր են կոչ անում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ կոչ են անում այսինչ եպիսկոպոսին կարգալույց անել, այնինչին պատժել, այսինչին պիտակավորել, այնինչին չգիտեմ ինչ անել, ինչ գործ ունենք։ Արդյոք հիմա մենք այս վերջից ունեցանք մեկ եպիսկոպոսի ապօրինի կարգալույցություն։ Հիմա այն խորհուրդները, որ տալիս էին, չէ, բոլորը քաղաքական տիրույթում էր։ Իսկ արդյոք որևէ մեկը հարցրեց մեր պարզ քրիստոնյայի հավատացյալի կարծիքը ինքը ինչ է մտածում այս գործողությունների հետ կապված։ Ինչպես է տեսնում սա։ Արդյոք պետք էր կարգալույց արվեր Տեր Արամը, Տեր Թադեն, Տեր Տարոնը, Գևորգ Սրբազանը։ Վաղը կարող են լինել կարգալույց են հրճակվել ձեր կարծիքով նրա համար, որ սատարել են իշխանության կարծիքը, թե որ իսկապես բարձրացրել են խնդիրները, որոնք կան եկեղեցում։ Տեսեք, ես այսպես եմ պատկերացնում եւ տարիներ շարունակ ցավեսիտ այսպես այս կարմիր գծով տեսել եմ այդ բանը, որ խնդիր բարձրացնելուց հետո արդեն երբ խոսում ես լուրջ երևույթի մասին, սկսում է անձնավորվել եւ այդ մարդուն փորձում են դուրս հանել համակարգից, այսպես ասեմ, եկեղեցական համակարգից եւ մտածելով, որ չկա մարդ, չկա խնդիր։ Սա եւ թե Տեր Արամի կարգալույցությունը, թե Տեր Տարոնի, թե Տեր Թադեի եւ թե առավել եւս Գևորգ Սրբազանի կարգալույցությունը բոլորը այնտեղ մեկ այլ քննադատություն էլ կար, ասում էին մարդը որոշել է հոգեվորականը որոշել է դատարանի միջոցով իր իրավունքները պաշտպանել, նույնիսկ սա էր քննարկման առաջնա դարձել։ Ցավոք ես այսպես ասեմ, չէ, եպիսկոպոսի կարգալույցության հստակ մեխանիզմ կա, երբ որ ներքին եպիսկոպոսական ժողով կամ հիմա ասենք Գերագույն խորհրդի ժողով, երբ որ մենք նայում ենք Գերագույն խորհրդի ժողով եւ վերջում այս մեր 10 եպիսկոպոսներից 3 թե 4 եպիսկոպոսներ, եթե չեմ սխալվում, Գերագույն խորհրդի անդամներ են։ Եվ նրանք միանգամից դուրս մղվեցին նրա համար, որովհետև իրենք բարձրացրեցին հարցեր։ Եվ ապօրինի ձևով փոխվեց Գերագույնի կազմը եւ այն համապատասխան քննությունը, որ պետք է գնար Գևորգ Սրբազանի հետ որպես եպիսկոպոս, որ հասկանային խնդիրն ինչու է կայանում, մեկ անձի որոշումով, մեկ գրչի հարվածով կարգալույց հրճակվեց։ Ես այդ երևույթին եմ
դեմ։ Ես չեմ ուզում այդպես լինի։ Տեսեք, մի հետաքրքիր է, որ այս զարգացումները լինում են եւ փորձում է սրա այս կերպ, չէ, մատուցվել, թե եկեղեցական օրենքը այսպիսին է։ Դե բնականաբար ովքեր որ չգիտեն եկեղեցական օրենքը եւ ակնածանք ունեն եկեղեցու նկատմամբ, կարող են երկյուղ ունենալ եւ ասել այո, սա է։ Բայց մենք գիտենք, որ շատ գործողություններ հակաեկեղեցական ընթացքով են գնացում։ Տեր հայր, հիմա գիտենք, որ դատախազությունը քրեական գործ է, հարուցել կաթողիկոսի նկատմամբ։ Ինչպես եք գնահատում սա։ Ես փորձեմ անկեղծ ասել, շատ մեծ ցավ եմ ապրում, որ ԱՄՆ հայոց կաթողիկոսի անունը շրջանառվում է քրեական գործի տիրույթում։ Եվ նույնքան անկեղծ պիտի ասեմ, որ մենք վեհապարին տարիներ շարունակ եւ տեսնում ենք որպես ոչ միայն վարչական ղեկավար, այլև մեր հոգեվորականներից համար կաթողիկոսը հոգևոր հայրն է։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ազդակներ, հատկապես մանավանդ այս վերջին շրջանում, եւ նույնիսկ այս 10 եպիսկոպոսները, ովքեր որ եկեղեցու կանոնական դաշտով հարցերը բարձրացրեցին եւ առաջարկեցին, խնդրելով, որ վեհապար հանգստի, պատվով հանգստի ուղարկենք եւ որպեսի հետագա որևէ զարգացում տեղի չունենա։ Որտեղ մենք շատ լավ գիտենք, որ ինչպիսի ազդակներ են անդադ գալիս եւ ինչպիսի մեղադրանքներ են հնչում։ Դեռ այս մեղադրանքը դատարանի որոշման չկայացման հետ կապված, չէ, սա գործողությունների արդյունքում առաջացավ։ Այսինքն, երբ բարենորոգման շարժումը սկսվել էր, այս մեղադրանքը չկար։ Մեկնաբանությունները այս մասով կան, որ սա էլ հավելյալ հետապնդում է։ Տեսեք, իմ համար որպես հոգևորական մենք ապրում ենք պետության մեջ, որտեղ որ պետության օրենքները գերակա են։ Ես երբ որ մեքենա եմ վարում, չէ, եւ խախտում եմ արձանագրում, պետավտոցության տեսուչը երբ որ ինձ կանգնեցնում է կամ բարեկները կանգնեցնում են, կամ լուսանկարող սարքն է արձանագրում, ես չեմ փորձում արդարանալ, որ ես հոգևորական եմ եւ դրա համար ինձ ազատեն իմ կատարած սխալի համար։ Եթե կա օրենք, եթե մենք ապրում ենք պետության մեջ, մենք պետք է հարգենք այդ օրենքները։ Այս իմ մոտ միշտ հարց է առաջանում, տեսեք մենք ունենք սփյուռք, ունենք բազմաթիվ թեմեր։ Ինչպես է, որ մենք արտասահմանում մեր բոլոր թեմերը գործում են մեր եկեղեցական կանոններով եւ ըստ այդ տվյալ պետության օրենքների եւ երբեք այդ պետության օրենքներին հակառակ գործողություն մենք չենք տեսնի։ Իսկ մենք մեր պետության մեջ չենք ուզում այդ օրենքը պահել։ Ես ասեմ, ես որպես հոգևորական առաջինը պետք է լինեմ այդ օրենքը հարգող եւ կատարող, ոչ թե կրքեր բորբոքող։ Կարծիքներ հնչեցին, որ կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործը ճնշում է, որպեսզի եպիսկոպոսած ժողովը խափանվի։ Արդյոք նման բան կարող է լինել։ Ձեր մեկնաբանությունը ո՞րն է նման մեկնաբանությունների։ Ես այսպես կարող եմ ասել, տարբեր կարծիքներ կարող են հնչել։ Հիմա եպիսկոպոսական ժողով էր գումարվել, նախ մեր համար թափանցիկ չէր, պարզ չէր, թե ինչու հենց Հայաստանից դուրս, Ավստրիայում։ Երկրորդ, այսինքն սա նորից խնդիր է, մենք ինչու ենք մեր պետությունից դուրս կատարում։ Երկրորդ, մենք տեսնում ենք, որ եպիսկոպոսների մի մասին հրավեր չեն ուղարկում։ Այսինքն հանգստի կոչված եպիսկոպոսները ընտրողաբար մի մասին հրավիրելով պիտի լինի։ Հրավիրում են, գիտեն, որ 5 եպիսկոպոսի չեն հրավիրել հանգստի կոչված եպիսկոպոսներից։ Եվ ես չեմ պատկերացնում եպիսկոպոսական ժողով առանց եպիսկոպոսի կամ հայ եկեղեցու եպիսկոպոսի մասնակցության։ Լավ, բայց պարտադիր է որ բոլորը ներկա լինեն։ Այո, եպիսկոպոսական ժողովին անկախ նրանից հանգստի է կոչված թե հանգստի կոչված չէ, հրավերը պետք է ստանա մարդը։ Հետո ինքը կարող է պատճառաբանել, թե մասնակցում է, չի մասնակցում կամ ինչու չի մասնակցում, բայց երբ որ մենք տեսնում ենք հանգստի գնացած
եպիսկոպոսների ցանկ եւ այնտեղից տեսնում ենք ընտրողաբար մարդ եպիսկոպոս, որ մասնակ հրավեր ստացել է եւ եպիսկոպոս, որ հրավեր չի ստացել։ Արդյոք սա նորից միջամտություն է եպիսկոպոսական ժողով չկայանալու։ Կամ այդ արդյունքը ըստ իմ ցանկության կամ ըստ իմ պատկերացումների հանգուցալուծման տանելու փորձ։ Բայց ինչ պիտի որոշվի։ Տեսեք, սա էլ մի այլ հարց է, որովհետև մենք չենք տեսնում օրակարգ։ Սովորաբար եպիսկոպոսական ժողով երբ գումարվում է, մենք տեսել ենք օրինակ 2015 թվականի ցեղասպանության անմեղ նահատակներին սրբադասման հետ կապված եպիսկոպոսական ժողով, որտեղ որ կար նախորոք հանձնախմբեր, որտեղ որ այդ հանձնախմբերը կատարում էին աշխատանքներ, իրավիճակի, փաստագրական եւ այլ տվյալներ էին հավաքում, քննարկում էր տեղի ունենում նախորոք եւ այդ արդյունքները ներկայացվում էր օրակարգ եւ այդ օրակարգը քննարկվում էր եպիսկոպոսական ժողովի ժամանակ։ Հիմա մենք այս եպիսկոպոսական ժողովի ժամանակ չտեսանք օրակարգ, որովհետեւ բարենորոգող սրբազանները կամ բարենորոգման խորհուրդը ներկայացրել է մեղադրանքներ հստակ կամ երևույթներ, որոնք որ խանգարում են եկեղեցական կյանքի ճիշտ կազմակերպմանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ հարցերը չկան այդ օրակարգի մեջ։ Միթե սա խանգարման փորձ չէ։ Իսկ նաև իրենց կողմից որ այսինքն ոչ թե տեղի չունենար, այլ իրենց պատկերացրած, իրենց համար ցանկալի սցենարով ավարտվելու ակնկալության համար չեն կատարվել այսպիսի գործողություններ։ Տեր հայր, վերջին հարցը, ինչ եք կարծում կամ ինչպես եք մեկնաբանում տեսակետներն այն մասին, որ կառավարումը տեղափոխվի մայրաթորի դրսից կառավարում տեղի ունենա։ Իմ համար անընդունելի այս միտքը, ես երբ նայում ենք մեր եկեղեցու պատմությունը, մենք ունեցել ենք դրվագներ, երբ կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է այն վայրը, որտեղ որ մենք ունեցել ենք պետականություն, կամ որտեղ որ եղել է մեր մայրաքաղաքը։ Մենք կաթողիկոսական աթոռը Հայաստանից տեղափոխվել է Կիլիկիա, որովհետև Հայաստանում այս տարածաշրջանում այլևս չունեինք հայկական թագավորություն, եւ կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Կիլիկիա, որտեղ որ այնտեղ արդեն Ռուբինյանները ձևավորել էին հայկական թագավորություն, բայց նույնիսկ Կիլիկիայում գտնվող ժամանակաշրջանում երբեք իր անվանումը չփոխեց։ Մենք տեսնում ենք ներսը շնորհալու գրություններում, որտեղ որ նշվում է հստակ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի։ Այսինքն կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը միշտ եղել է այնտեղ, որտեղ որ եղել է հայկական պետականություն, եւ սա նորմալ է, որովհետեւ պետականությունը պետք է պաշտպաներ մեր եկեղեցին։ Իսկ եթե այսօր մենք ունենք պետականություն, անկախ նրանից լավն է, վատն է, ինչպիսին է, սա թողնում ենք այլ հարթության վրա։ Ունենք պետականություն, այո ունենք, Աստված պահի մեր պետականությունը։ Բայց տեսնում եք, որ մայրաթորը ունի նման մտադրություն կամ կաթողիկոսը ունի նման ցանկություն։ Գործողությունները, որ տեսնում ենք անվանման փոփոխություն դրսի թեմերում, այո, Ռուսաստանում կամ հետխորհրդային շրջանի այդ ուղղափառ եկեղեցիներում եւ մտահոգության առիթ են տալիս։ Ամբողջովին չեմ տիրապետում այդ նյութերին կամ ինֆորմացիային, բայց եթե կա նման այսպես որոշումներ, քննադատական խոսքեր, մեղադրանքներ, նամանավանդ երբ եկեղեցականների շուրթերից է հնչում, ուրեմն սրանց պետք է լուրջ վերաբերվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Ավելյանը։ Զրուցակիցս Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն էր, կհանդիպենք։